Պարոն Անդրեասյան, քանի որ տեխնացուն դեռ չի ներկայացել, մի այլ հարց ձեզ ուղղեմ, քանի որ հնարավորություն է ստեղծվել։ Դուք ինձ հետաքրքիր եկան արդյոք բարձրագույն դատական խորհրդի նիստում քննվող հարցեր, որոնց միջնորդությունը ներկայացրել եք դուք որպես նախկին նախարար, եւ այդ դեպքում ինքնաբացարկ հայտնել եք, թե չէ։ Ես հետաքրքրեց, քանի որ այս պարագայում խոսում ենք բարձրագույն դատական խորհրդից գործուղում դեպի վճռաբեկ դատարան, ես հիշեցի ձեր գործուղումը նախարարից բարձրագույն դատական խորհուրդ։ Տիկին Ղազարյան, ամենայն հարգանքով ես կարծում եմ, որ կանոնակարգը պահանջում է, որպեսզի ինձ հարցեր ուղղվեն տեխնացուների վերաբերյալ եւ պատահական չէ ամենևին, որ ազգային ժողովի կանոնակարգի որևէ կարծում եմ գործընթացով չկա ազգային ժողովի պատգամավորների հարցեր ուղղված բարձրագույն դատական խորհրդի նախագահին ընդհանուր առմամբ, որովհետև եթե շատ անկախ այլ մարմիններ այստեղ գալիս են տարեկան զեկուցումներով, հաշվետվություններով, երբեմն նույնիսկ ամսական կամ շաբաթական, բարձրագույն դատական խորհուրդը անկախ ճյուղ է, օրենսդիր եւ գործադիրին հավասար, եւ մենք հաշվետու չենք պատգամավորներին մեր գործունեության համար։ Միևնույն ժամանակ ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ ես բնականաբար չէի կարող ինքնաբացարկ չհայտնել համանման գործերով, իսկ ես կարծում եմ ոչ թե գործուղվել եմ, այլ ընտրվել եմ ձեր կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ պարոն Անդրեասյան, հաշվի առնելով, որ ինձ վարող ինձ թույլ տվեց շարունակել հարցը, ես ենթադրում եմ, որ այս հարցը կարող էր հնչել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, շատ հաճախ քաղաքացիները չունենալով որևէ ձև դես դիմելու, դիմում են մեզ եւ այս հարցերը ուղղում են ժողովրդավարության, պահպանման եւ տարանջատված իշխանություններում նաև ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պահպանման կոնտեքստում ամեն դեպքում շնորհակալ եմ, որ հարկ համարեցիք եւ պատասխանեցիք իմ հարցին։ Ես նորից ներողություն եմ խնդրում, որ լիարժեք չպատասխանեցի, բայց ես չեմ ուզում խախտվեն որոշակի կանոնակարգեր եւ ավանդույթներ եւ իմաստով նաև շատ ավելի հետաքրքիր եւ հեշտ հարցերի չեմ պատասխանի, ինչպես չեմ պատասխանի այլ հարցերի եւ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ շնորհակալ եմ նաեւ որպես ներկայացուցչական մարմնի անդամ, որ ուզում եք հանրության համար կարեւոր հարցադրումներ հնչեցնել։ Ես խոստանում եմ 2024 թվականի հունվարից ել ավելի ակտիվ հանրային գործունեություն ծավալել եւ կպատասխանեմ մեր հանրությանը հուզող բոլոր հարցերին անձամբ մեր քաղաքացիներին, իսկ մինչ այդ, ինչպես հիմա, այնպես է նախկինում բարձրագույն դատական խորհրդի հետ սերտորեն առնչվող դատական դեպարտամենտը եւ նրա հասարակայնության հետ կապերի վարչությունը պատրաստ է պատասխանել բոլոր լրագրողների, քաղաքացիների, բոլոր մյուս գործընկերների բոլոր հարցադրումների։ Շնորհակալություն։ Պետք է օրենքը փոխել, որ մենք կարողանանք բարձրագույն դատական մարմնին հարցերով դիմենք։ Արտիկ Մինասյան, համեցեք։